Մարդիկ օպերատիվ արձագանքեցին, կարճ ժամանակ, նույնիսկ ժամերի ընթացքում Վիոլա ջուրը եկավ, խնդիրը լուծեց, բայց այստեղ հսկայական աշխատանք է կատարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Մեսրոպյանի գլխավորությամբ բնապահպանության տնտերքի տեսչություն ասում իրանք էլ են եղել եւ Դավիթ Խուդացյան տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը նույնիսկ լավ են արել, վարչական պատասխանատվության են ենթարկել Վիոլա ջրին, բայց լավ կլինի, որպեսզի Վիոլա ջուրը հետագայում տեսեք, սա լրիվ ճաքացա, այս փականները փոխեն, սա ճաքացա, սա էլ ժանգոտացա, շնորհակալություն Վիոլա ջուր, որ օպերատիվ արձագանքեցիք, բայց խնդրանք սա էլ լավ կլինի, որ այս փականները փոխվի, հենա, տեսեք, այս մի փականը լրիվ ճաքացա, եթե ճաքելա մի օր կարող է տարակի ու կեղտաջուրը նորից լցվի Հրազդան գետում։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ է խառնվել, որ եկել են գործը գլուխ են բերել։ Բոլորին էլ պիտի շնորհակալություն հայտնի, նաև այն քաղաքացիներին, ովքեր նկատել էին ու ինձ տեղեկացրել էին։ Լրիվ օդը մաքուր, մի հատ կեղտի հոտ չի գալի։ Այս ցեխաջուրա, որտեղ անձրև է, վարար անձրև է եկել, դրա համար։ Հեսա մի քանի դատարկա գլուխներ կասեն գովում է Վիոլա ջրին, գովում է SSS նախարարություններին, որ մարդիկ օպերատիվ արձագանքեցին, պիտի գովան, որ ձեր նման չեմ մենակ։ Մարդիկ եկան մի անգամից դեմն առան, մաքուր, օդը մաքուր, այն օրվա հոտը, այսօրվա հոտը։ Մարտի 16-ն է, գտնվում ենք Կոտայքի մարզի Արգել հեկի հարևանությամբ գտնվող Հրազդան գետի այն հատվածում, որտեղ ըստ բնակիչների 2-3 տարի ըստ Վիոլա ջրի մի քանի օր կեղտաջրերի այս փականի կամ չփակելու, կամ վնասելու, կամ միտումնավոր բացելու հետևանքով կեղտաջուրը կարելի ասել վարկյանում մի քանի մեծ քանակի կեղտաջուրը լցվում էր Հրազդան գետը։ Հրապարակումից կարճ ժամանակ անց իմ տեղեկություններով տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանն ու
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեծրոպյանը ժողովրդի լեզվով ասած տոկ են տվել պատասխանատուներին, ովքեր ժամերի ընթացքում եկել եւ խնդիրը լուծել են։ Դադարել է, այս բանը տեսնում եք, դադարել է արդեն կեղտաջրերի հոսքը Հրազդան գետ։ Շնորհակալություն Վիոլա ջրին, որ բավականին օպերատիվ արձագանքեց, բայց խնդրանք նույն Վիոլա ջրին։ Հարգելի այսօր տենում եք հոտ էլ չկա, ժողովուրդ ջան, այն օրվա հոտը, այսօր հոտ մի հատ հոտ չկա, կեղտերի հոտ չկա։ Հիմա խնդրում ենք Վիոլա ջրին, տեսնում եք փականները մի քիչ մոտիկացնեմ, փականները հեսա, սա ամբողջությամբ ճաքած է, սա ճաքած է, սա էլ որ ասում արդեն դարն ապրում է, էլի, դարն ապրած կարելի ասել։ Խնդրում ենք Վիոլա ջրին, որպեսզի այս փականները փոխեն նորով, էլի, իսկ դրա հնարավորությունները Վիոլա ջուրը ունի։ Հիմա մի հատ գարշահոտ չի գալի։ Շատերը հարցնում են, ասում են, Հիսուսի արձանի ինչի համար է դրված, չգիտեմ, բայց հավանաբար հարևանությամբ հանգստյան գոտի ստեղծողներն են, կառուցողներն են դրել։ Հիսուս ջան, մեր մեղքերին թողություն տուր։ Էլ եմ ասում, սա այն դեպքն է, որ պիտի գովես պատասխանատուներին, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, շրջակա միջավայրի նախարարին, ով էր այմար, Համբարձում Մաթևոսյան ոնց որ, նաև մոռացա նշեմ, Կոտայքի մարզպետին, Արոն Սահակյանին եւ Վիոլա ջրին, Ժողովուրդ ջան, մաքուր օդա մի հատ այն օրվա այն գարշահոտը չեք զգա այստեղ։